Բարելույս սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Գողջունեմ ձեզ բոլորը պատվական փրկչին Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհավոր Բենտեկոստեի դոն։ Շնորհավոր Բենտեկոստեի դոն։ Թեր բավարար չէ։ Շնորհավոր Բենտեկոստեի դոն։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա, փառք իր սուրբ անվանը։ Այսօր Բենտեկոստե է սիրելի քույրեր եղբայրներ։ Եվ ինձի համար եկեղեցվո պատմության մեջ Քրիստոսի ծնունդեն եւ հարության դոնեն յետք ամենեն կարևոր դոնն է։ Սա այն դոնն է, ուր Աստված եկեղեցին ծնավ։ Եկեղեցին հիմնեց։ Եկեղեցվո դարեթարցը Բենտեկոստեի օրն է։ Ամեն։ Հալելույա։ Եկեք ցեզի գարտամ սիրելիներ, Գործարաքելոց երկրորդ գլխուն առաջին քանի համարները ուր այս թեփքը կնկարագրե Ղուկաս ավետարանիչ Գործարաքելոցի երկրորդ գլխուն մեջ Book of Acts chapter 2 from verse 1 Անուն հոր եւ որդվո եւ օգուին սրբո ամեն երբ Բենտեկոստեի դոն հասավ ամենքնալ միապան մեկտեղ էին հանգարձակի երկնքեն ցայն մի եղավ սասկասունչ հովի մցայնին պես եւ բոլոր դունը լեցուց ուր նստեր էին եւ բաժնված լեզուներ երևցան իրենց որպես թե գրագե ու ամեն մեկուն վրա նստան եւ ամենքնալ սուրբ հոգիով լեցվեցան միասին գրնան գսել եւ ամենքնալ սուրբ հոգիով լեցվեցան մեմ եւս եւ ամեննալ սուրբ հոգիով լեցվեցան եւ սկսան ուրիշ լեզուներով խոսիլ ինչպես հոգին իրենց խոսիլ գուդադր Եվ ամենքնալ սուրբ հոգիով լեցվեցան ու սկսան ուրիշ լեզուներով խոսիլ ինչպես հոգին իրենց խոսիլ գուդար Դեր օրհներ խոսքը հրամեցեք սիրելի քույրեր եւ եղբայրներ Փառք իր սուրբ անվանը Սա այն օրն է Բենտեկոստեն այն օրն է որ սուրբ հոգին Աստծո անձնավորության երեք անձնավորություններեն մին Որոշեց դեղափոխություն ունել Ասավ ես հիմա երկինքը գցկեմ եւ երգիր գիշնամ Մովրավ ինչպես մենք շատերս միջին արևելքի դարբիր երգիրներեն օրը որոշեցինք որ փոխադրվինք եւ կանք եւ Ավստրալիա հաստատվինք այս այն օրն է որ Սուրբ Հոգին որոշեց դեղափոխություն ունել ցկեց երկինքը եւ երգիր եկավ Ինչպես շատ գարջ օրեր առաջ Դեր Հիսուս Քրիստոս որ երկրի վրա էր ինքնալ որոշեց դեղափոխություն ունել Համբարձման օրը ինքնալ դեղափոխվեցավ աշակերտներուն եւ իր առաքյալներուն թիմած բոլորին արչեւ գսե համբարձավ եւ երկինք գնաց Մեծ դեղափոխությունը երկինքեն թեպի երգիր Եվ երգրեն թեպի երգինք Եվ սա աստվածային ծրագիրն է սիրելի քույրեր եղբայրներ Աստված իր ծրագրի մեջ այսպես որոշեր էր որբեսի Հիսուս կա եւ իր առաքելությունը նել է երգինք համբարնա եւ երկը հորը խոստումը երգիր կա եւ ինքը մեզի հետ լա Սա այն օրն է սիրելիներ Բենտեկոստեն Ուր Հավատացյալները Քրիստոսի աշակերտները ծանոթացան իրենց զորության աղբյուրին հետ Սա այն օրն է որ Հիսուսի աշակերտները Հիսուսի հետևող գիները Հիսուսի մայրը ծանոթացան հանդիպեցան եւ ծանոթացան Սուրբ Հոգին իրենց զորության աղբյուրը մինչ Ծանոթացած էին իրենց փրկության աղբյուրին
Ձանոթացած էին իրենց սրբության աղբյուրին, իսկ հիմա գծանոթանան իրենց զորության աղբյուրին։ Բենտեկոստեն մեծ օր է քույրեր եղբայրներ, այսպես Բենտեկոստե ընելով անցնիլ երթալ երբեք չի վայելեր։ Բենտեկոստեն մեծ օր է սիրելի եղբայրներ եւ քույրեր, որտեղ մենք ծանոթացանք մեր զորության աղբյուրին։ Բենտեկոստեն այն օրն է, որ քիչ առաջի Սուրբ Հոգին որոշեց դեղափոխվել։ Երկինքը ցկեց եւ երգիր եկավ։ Եվ որտեղ աշխարհը իր ստեղծագործությունն է։ Գգարտանք ծննդոց առաջին գլխուն առաջին համարի մեջ, երբ Աստված երկինքն ու երգիրը ստեղծեց, Դերոջ հոգին ճուրերու վրա գշրջեր, ինք ստեղծագործության մեջ մաս եւ բաժին ուներ։ Այն Աստվածը, որ որոշեց դեղափոխվել երկինքեն եւ երգիր գալ, փնտրեց բնակարանը։ Նայեցավ իր ստեղծագործության գեղեցիկ օվկիանոսները, լեռներն ու ցորերը, քեդերը, փնությունը, ծառերն ու ծաղիկները։ Ասունց բոլորին կովեն անցավ։ Մեկ նայեցավ կովերնեն անցավ։ Վերջը դեսավ ինձի ինգած մեկը, մեղքերու մեջ մեկը, սխալներու եւ հանցանքներու մեջ մեկը։ Սավ ասուն բոլորը մեկտի գցկեմ, ամեն ես ստեղծել եմ։ Ուզեմ կալ եւ քու մարմինդ, որ մեղքի փնությունով ստեղծված է, զանիգա դաջարի պիտի վերածեմ եւ ես անոր մեջ պիտի փնակեմ։ Որոշեց ամեն մեկերնուս մեջ, որ մենք իր դաջարը ըլլանք եւ ինք մեր մեջ փնակի այս մեղանչական մարմինը, մեղքով հրաբուրված, մեղքի ենթարկված այս մարմինը արավ, որ եթե ասել պետք է աղբանոց էր եւ արավ զանիկա դաջարի վերածեց եւ ասավ ես քու մեջ էդ պիտի փնակեմ։ Սա այն օրն է, Բենտեկոստեն այն օրն է, որ ամեն մեկս Քրիստոսի հոգին դաջարը եղանք, Աստծո հոգին դաջար եղանք, չեք գիտեր թե Աստծո դաջարն եք դուք, եւ Աստծո հոգին ծեր մեջ կփնագի, սա այն օրն է Բենտեկոստեն, որ այս մեկը իրականացավ սիրելի քույրեր։ Գիտեք, նախքին Արակ մարգարեներուն, թագավորներուն կյանքի մեջ այնպես չէր, Սուրբ Հոգին մշտադեպ չէր իջած։ Սուրբ Հոգին գիշնար եւ գործեր, բայց ասավ այս անգամ եւ պիտի կամ հոսպիտի մնամ։ Ցեզի հետ պիտի մնամ։ Ուր ապրիմ լավակույն դերը տունես տղաս, լավակույն դերը տունես աղջիկս։ Քու մարմինը իմ դաջարս պիտենեմ եւ ես քու մեջդ պիտի ապրիմ։ Եկեք զորավոր ողջում մդերոջը։ Այս Սուրբ Հոգին, ամեն։ Հիանալի է իր գործը, չէ, քույրեր եղբայրներ։ Անշուշտ բոլոր անոնք, որոնք մեզ գեդևին, նույնը ցեզի համարալ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, Աստծո դաջարը վերածվեցակ եւ Աստծո Հոգին ցեր մեջ կփնագի, փառք իր Սուրբ անվանը։ Գիտեք այսօր Բենտեկոստեի դոնը մենք կդոնենք եւ աս մեկը բադահեցավ մոտավորապես 2000 տարիներ առաջ։ Այսօր եթե մենք ասենք, որ Սուրբ Հոգի եկուր երկնքեն, բիդեսե որ ես հոսեմ։ Պետք է չունի Սուրբ Հոգին երկնքեն իջնելու, հոս է, ներկա է։ Հիմա մեզի կվերապերի սիրելիներ, թե ինչպես կրնանք մենք Սուրբ Հոգիով լեցվել։ Սուրբ Հոգին քու մեջը դե։ Սա քեզի հստակ վստահություն թողնա։ Սուրբ Հոգին քու մեջը դե, որովհետև թուն Քրիստոսը ընդունեցիր որպես քու դերդ եւ փրկիչդ, այն բահուն Սուրբ Հոգին քու մեջդ կփնագի։
Քու ցանկիտ մեծ Սուրբ Հոգին ներկա է։ Այսօր մենք պիտի խոսենք ինչպես կրնանք մենք այդ ներկայությունը ավելցնել։ Ինչպես կրնանք մենք այս հոգիով լեցվիլ, օր ավելի լեցվիլ, որտեղ Սուրբ Հոգին այն չէ, որ մեկ անգամ գսես եւ գուքա եւ քու մեջդ կփնագի, Սուրբ Հոգին ամենօրյա գարիք է պետք ունիս։ Անորամար առաջին մտածումը որ գուզեմ ցեզ հետ կիսվիլ Առաջին մտածումը Ինչպես կրնանք մենք այսօր Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին լեցունությունը, Սուրբ Հոգին զորությունը ստանալ, անով լեցվիլ, մի քինովնա քինիով, որում մեջ անարագություն կա, հաբա հոգիով լեցվեցեք։ Լեցվեցեկը ներկա շարունակական փայ է։ Այսինքն հիմա եւ կշարունակվի։ Ամեն։ Հալելույա, պարկլա եկեղեցի, դեր օրտնեցեզի, հալելույա, առաջին պանը բիդի խնդրես սանիգա, բիդի խնդրես, եթե չի խնդրես Սուրբ Հոգին լեցունությունը չես լեցվիր, խնդրեցեք և բիդի դրվի, նայեցեք Աստծո խոսքի մեջ, նայեցեք սիրելիներ Աստծո խոսքի մեջ, ինչ կգարտանք, Երբ որ կգարտանք Ղուկաս 11-րդ գլուխը 13-րդ համարին երկրորդ բաժինը գսե որ չափ ավելի ծեր հայրը երկնքեն Սուրբ Հոգին պիտի դա անոնց որ իր մեկը որ չափ ավելի ծեր երկնավոր հայրը Սուրբ Հոգին պիտի դա բոլոր անոնք որ իր մեկը խնդրեն Գիտեք խնդրել բառը հայերենի մեջ մեկ իմաստ ունի խնդրե Հունարենի մեջ հունարեն բնակրի մեջ խնդրեցեք բառը գուքա դարբեր 3 հերավորություններով 3 հերավորություններով առաջինը երբ կխնդրես բամը կխնդրես մեկ անգամվա համար կխնդրես մեկ անգամվա համար օրինակ մեր կյանքի մեջ մենք մեր փրկությունը խնդրեցինք Տերոջ մեն չէ Մեկ անգամ խնդրեցինք, այդ վերստին ծնունդի խնդրանքը, փրկության, ապաշխարության խնդրանքը մեկ անգամ կխնդրես։ Ամեն օր չես ապաշխարեր, ամեն օր վերստին ծնունդ չես ունենար, որտեղ մեկ անգամ վերստին ծնունդ կունենաս, ինչպես մեկ անգամ ալ մարմավոր ծնունդ ունեցար կյանքիդ մեջ։ Մեկը գացես մե 3-4 անգամ ծներ է այս աշխարհ։ Խնդրանք, առաջին հունարենի մեջ կխնդրես մեկ անգամվա համար։ Երկրորդ դարբերակը կխնդրես և կշարունակվի մինչև որ այդ խնդրանքը կդարվի։ Օրինակի համար, երբ մեզ ովևէ մեկը պիտի ճամփորդե, ասկե մոտ անցյալին Ռոսկույրը ճամփորդեց։ Մենք կացինք և աղոթեցինք և ասինք ով դեր Աբահով ցերկդ անուը վրա լա խաղը եւ աբահով հասնի գաղոթես մեկ անգամ բայց այդ աղոթքը կշարունակվի մինչև որ ջամփորդը իր դեր հասնի հասնելեն վերջ այդ աղոթքը այլևս գարիկը չի գա չէ հասավ հասնելեն վերջ երևակայից ով դեր ջամփան իրեն հետ եղիր ջանաբարհին իրեն հետ եղիր ով դեր աբահով հասուր Աղջիկը հասավ Գաղոթես գսկսիս ժամանակի համար նպատակի համար կվերջանա Երրորդ դարբերակը գա որ կխնդրես եւ կշարունակես խնդրելու եւ անընդհատ կխնդրես Երրորդ դարբերակը հունարենի մեջ որ կխնդրես առանց թաթարելու Անոնամա Բողոս Արաքյալ գսե անթաթար աղոտ կրեք, մեկ անգամ գաղոթես, երկու անգամ գաղոթես, երեք անգամ գաղոթես, 5 անգամ գաղոթես և գաղոթես և երբ որ գուքա գարկը Սուրբ Հոգին համար և Սուրբ Հոգին խնդրելու համար երրորդ դարբերակը կգործածենք Մեկ անգամ չեն գաղոթել Սուրբ Հոգի արի և վերջ մինչև կյանքիս վերջը ինձի իդարագն է Գիտեք ինչի կնմանի 25 տարի ամուսնութենեն ետ գինը գուքա և ամուսինին գսե ամուսին երբեք չես ասեր ինձի որ քեզ գսիրեմ
Ինչու համար ինձ չես ասել, որ քեզի գսիրեմ, գսե ջանս, առաջին օր ամուսնացակն է չսիմը մեկ անգամ։ Փավե, սիրելի գիներ, սիրելի քույրեր, մեկ անգամ ամուսինդ քեզի սկիզբս է եւ անիսես որ մշտադև է։ Դու գուզես ամեն օր լսել, չէ՞։ Մարալ քեզի շատ կսիրեմ։ Hallelujah. Thank you. Hallelujah. Hallelujah. Գիտեք Հիսուս երբ որ Գեթսեմանի, ցեզի օրինակ մտամ, Գեթսեմանի բարդեզի մեջ գնաց եւ ձունգին երեսին վրա ինգա ձնգաճոք եւ սկսավ աղոթելու։ Ով հայր, այս կավաթ ինձ մե անցուր։ Ոչ թե իմ գամքս, Հաբակու գամքդ։ Եկավ աշակերտներուն դեսավ քնացած են։ Արթնցուց եւ ասավ աղոթ գրեք։ Ետ գնաց ինչ աղոթեց։ Նույն աղոթք։ Եկավ դեսավ ավոր քունի մեջ են։ Ետ գնաց աղոթելու, ինչ աղոթեց։ Նույն աղոթք։ Հոս հիշված խնդրեցեգը այս է։ Սուրբ ոգին երբ որ պիտի խնդրենք, մենք ամեն օր պիտի խնդրենք, մեր կյանքին ամեն մի մանրամասնության մեջ Սուրբ ոգին պիտի խնդրենք, որբեսի անով լեցվենք սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Մեկ անգամվա աղոթ չէ, ժամանակավոր աղոթ չէ, ամենօրյա անդադար աղոթ կրեք։ Ըստեպ աղոթքի մեջ կեցեք։ Սա աղոթքի նկատմամբ նկարագրություններ են, որ Աստվածաշունչը մեզ գսորվեցնե։ Աղոթքը եւ խնդրանքը չի թատրիր մանավանդ, երբ գխոսենք մենք Սուրբ Հոգիի մասին, որովհետեւ մենք սորվեցանք սրբությունը դեր Հիսուս Քրիստոսեն, թե ինչպես պիտի ապրենք։ Բայց երբ գնայինք Սուրբ Հոգին, գսորվենք իր մեզ զորությունը, ինչպես իր մով լեցվենք եւ ինչպես կարողանանք Հիսուսի կորձերը անել Սուրբ Հոգին զորությունով։ Գուզես Հիսուսի նման լալ եւ Հիսուսի կորձերը անել։ Սուրբ Հոգին նայիր։ Սուրբ Հոգին է քու զորությանդ աղբյուրը։ Անիգա երբ գլեցնե քեզ եւ դու իր ներգայության մեջ գլաս, գսկսի քու կյանքիդ մեջ կորձելու սիրելներ։ Առաջին բանը որ գուզեմ ասել, խնդրեցեք։ Երբ որ գխնդրես քու ամենօրյա աղոթքիդ մեջ Սուրբ Հոգի լեցուր ինձի։ Սա առաջին քայլն է։ Անոր գաչորտը երկրորդ քայլը։ Ինչ կգարձես երկրորդ քայլը լա։ Հնազանդի սիրեն։ Շրջան առաջ հոգևոր կորզիչի մեջ խոսեի Ամերիկայեն եւ գխոսեինք Սուրբ Հոգիի մասին, լեզուներու մասին։ Բավական դակնաբի մեջ էր, այն իմաստով որ սավ շատ եկեղեցիներ կան որ չեն հավատար լեզուներու եւ գիտես սավ եթե չեն հավատար լեզուներու ինչպես հոգեվորապես պիտի աճին։ Իրեն դարձածի որ գիտեմ այո Սուրբ Հոգիով խոսիլը աղոթերը անցին շինության համար է, բայց միակ միջոցը չէ։ Դարձավ սավ ինչ ասել ուզես, ուրիշ միջոց կա, այո ասի։ Սավ ինչ է, ասի որ հնազանդությունը։ Շատեր կա լեզուներով խոսին եւ իրենց կյանքը հնազանդությամբ չէ։ Չեն հնազանդած։ Հնազանդությունը երբ որ գխնդրես Սուրբ Հոգի եկուր եւ Սուրբ Հոգին պիտի կա քեզի լեցնե։ Երկրորդ բանը որ Սուրբ Հոգին գփնդրեք ու մեջդ ինչ է, այո, դու իրեն գսես եկուր։ Ինքը եթե գուզեկալ ինչ կփնդրեք ու մեջդ առաջին բանը լեզուներով խոսիլդ, մարգարեությունդ, ասոնք բոլորը իր քովը այնքան շատ է որ այսպես կուտա քեզի։ Փամը որ քու մեջդ եւ քեզ մելա, այն ալ հնազանդությունն է։ Գինեք հունարեն բնակրի մեջ հնազանդությունը ուփոթասո հունարենի մեջ հնազանդություն բառն է։ Փարթ բառ է։ Գիտեք փարթ բառը ինչ է։ Գիտեք երկու բառեր է շինված։ Օրինակ հայերենի մեջ փարթ բառ շատ ունենք։ Փազգաթոր Փազուգով աթոր երկու բառեր են։ Առաջ փազգաթոր չի գար, բազաթոր էր։ Երբ որ փազգաթոր շինվեցան, ինչ լինին մեր հայ մտավորականները այդ բառը ստեղծեցին, հնարեցին։ Փազուկ եւ աթոր, փազգաթոր, շալաղոր։
Հնազանդությունը հունարենի մեջ բարդ բառ է, ուփո թասո։ Ուփո կնշանակե հնազանդիլ եւ հետևիլ առաջնորդիդ։ Թասո կնշանակե մտածես ու ծրագրես։ Հնազանդիլ ու հետևիլ առաջնորդիդ։ Թասո մտածես ու ծրագրես։ Եկեք այս երկու նախատասությունները իրար միացնենք։ Ինչ կլակիդես։ Մտածես ու ծրագրես հնազանդելու եւ հետևելու քու առաջնորդիդ։ Մտածես եւ ծրագրես։ Ինչու համար հունարենը աշճապ զորեղ է եւ աշճապ հստակ է, որտեղ մենք կգարձենք, որ հնազանդությունը միայն Սուրբ Հոգիով լեցվելու պայմանը միայն խնդրել է։ Սուրբ Հոգին քեզի կուքա եւ գսե այո, երբ որ կհնազանդիս, այն ադեն է որ իմ լեցունությունը սկարնես։ Այն ադեն է որ իմ լեցունությունը սկարնես։ Եվ գիտեք, հետաքրքրականը ինչ է քույր երեխաներ։ Որ երբ որ գսես Սուրբ Հոգի, ես քեզի պիտի հնազանդիմ, եւ արի դու գուդաս որ կա եւ քու դաջարդ լեցնե։ Քու դաջարդ իր բնակարանը ընե։ Հիմա քու մարմինդ դաջարի վերածվեցավ։ Քու մարմինդ փաստորեն անցյալին այնպիսի որոշումներ գարներ, այնպիսի խորհուրդներ եւ մտածումներ ուներ, այնպիսի կորձեր գներ, որ մարմինդ դրամապանությունդ, խելքդ, զգացումներդ գարաշնորթեին, գղեկավարեին։ Հիմա Սուրբ Հոգին եկավ։ Դաջարիդ մեջ բնակեցավ։ Մարմինդ իր դաջարն է, այս մարմինդ իրեն դաջար եղավ։ Ինչ կգարձես, որ այդ հին մարդը ինչ կեցված պիտի ունենա, ասանք պիտի նե, խելոք, երբեք։ Քու հին մարդը պիտի շարունակե իր ընելիքը ընելու աշխատանքը դանելու, նայեցեք։ Որքան իր մով գլեցվիս, այնքան մարմինը, այնքան դրամապանությունը, այնքան խելքետ եկած բոլոր որոշումներդ գսկսին իրենց լավ լսե, ուժ գործընծնել, զորությունը գործընծնել։ Այսինքն անոնք կսկսին այլևս անզոր լալ։ Ոչ թե անոր համար որ թուն գբայքարիս, հաբա որովհետև հոգին քեզ գլեցնե, հոգին քու մարմինդ իր ներգայության եւ իր դաջարին կվերածե, քու միտքդ, քու սկացումներդ, քու գամքդ կսկսի իր իշխանության դակ ըլլալու։ Այնադեն անոնք որոնք մարմինեն գուքան, մտքեն գուքան, սկացումներեն գուքան, ես ես եմ անոնք, չեմ ասեր որ անոնք ամենը սխալ են, որովհետև Սուրբ Հոգին երբ որ գուքա եւ դաջարդ կվերածե իր բնակարանը, պիտի կործածե մարմինդ, պիտի կործածե սկացումներդ, պիտի կործածե միտքդ, խելքդ, պիտի կործածե գամքդ, ասոնք բոլորը իր իշխանության տակ պիտի լա։ Մինչ քիչ առաջ ազատ էին ուզածը ընելու, քեֆին եկածը ընելու, հիմա Սուրբ Հոգին զորության տակն է։ Անոր համար հնազանդությունը Փանալին է, ցեզի ասեմ։ Փանալին է Սուրբ Հոգիով առաջնորդվելու։ Եվ քեզի ասեմ, երբ որ Սուրբ Հոգին սկսի հնազանդելու, սկիզբը հավանաբար քեզի հետ աշխատի, քեզի հետ կործի, բզդիկ օրինակը, այն բաները, որոնք գնես, պիտի սկսի անոնք իր զորությամբ լեցնելու։ Այն բաները, որ գսպասարգես, գծարայես, գվգայես, գկործես, գկարոզես, անոնց վրա իր աստեցությունը պիտի տնե։ Երբ կտեսնե, որ թուն գհնազանդիս իրեն, երբ կտեսնե քու հնազանդությունդ իրեն հանդեպ գսկսի նկատելի դառնալու, ասեմ քեզի, հոն շատ բան գսկսի փոխվելու։ Սուրբ Հոգին գսկսի քեզի հետ խոսելու եւ քեզի բացվերելու բաներ, որոնք մտքիդ դրամապանությանդ, քաղաքապարներուդ, սորված սովորություններուդ հագարագալալ։
Երբ որ առաջին թարու եկեղեցի մեջ հալածանք եղավ Սուրբ Հոգիով լեցվելն են վերջը, Պենտեկոստեին վերջ, հալածանք եղավ։ Եվ ամեն մեկը սկսան մեկտեղ երթալու։ Գիշեք Փիլիպոս անունով մեկ ուր գնաց։ Սարգսակները մեկն էր, մենք ունենք 3 սարգսակներ եկեղեցի մեջ։ Սարգսակները մեկն էր, գսես Սամարիայի քյուղերեն մեկը գնաց եւ ոնը սկսավ ավետարանը կարոզելու։ Նայեցեք, սա բադվերն է, որ Հիսուս աշակերտներուն ասած էր, «Քացեք բոլոր աշխարհը ավետարանը կարոզեցեք»։ Սա բադվեր է, ասոր հայտնություն պետք չէ, ասոր երկնային խոսք պետք չէ, սա բադվեր է։ Քու ամենօրյա վգայելդ մարդոց հետ մի սպասել Սուրբ Հոգին, որ քեզի ասե անպայման խոսիր, թուն գանչված ես վգալ լալու, թուն գանչված ես տեսփանը լալու։ Ասեմ քեզի։ Երբ որ այդ սովորական բարդականությունը բադվերը Փիլիպոս կդարեց, արտնություն եղավ Սամարիայի մեջ։ Գիտեք, սամարացիները հագարակ էին հрьяաներու եւ սամարացիներուն երթալ ավետարանը կարոզել։ Չեմ գնա բացատրել ցեզի որքան մեծ խնդիր էր։ Երբ արաքյալները դեսան, որ արտնություն կա Սամարիայի մեջ, 2-3 արաքյալները գրգեցին։ Պետրոս եւ Հովհաննեսը եկան եւ սկսան շարունակել Փիլիպոսին հետ այդ արտնությունը, այդ crusade-ը սկսան շարունակելու։ Մինչև ոս պատմությունը շատ օքեյ է։ Ճիշտ հոս է, որ Սուրբ Հոգին գուկա եւ Փիլիպոսին, ոչ Պետրոսին, ոչ Հովհաննեսին, անոնք երեսներն էին։ Փիլիպոսին։ Ինչու համար Սուրբ Հոգին Փիլիպոսը ընդրեց։ Գիտեք ինչ ասավ։ Ելիր, ցկե այս արտնությունը։ Ցկե Սամարիայի մեջ աս հոգևոր ավետարանչական ժողովները անաբատ գազայի ջամփան անաբատ դեմը կնա ուր ես քեզի ցույց պիտի տամ Սամարյան դրամապանական է ավետարանը կարոզել Հիսուս Քրիստոսի խոսքին իմամ կացեք բոլոր աշխարհը ավետարանը կարոզեցեք Սամարյան աշխարհի մեջն է երթալ կարոզել սա խոսքին բադվերը գադարել է Երբ որ գադարեց եւ Սուրբ Հոգին տեսավ որ այս աշակերտը Փիլիպոսը այս սարգսակը հնազանդ է ասավ ես քեզի հիմա գրնամ վստահիլ կորցմը որ մարդկային դրամապանության եւ խաղապարը վեր է Գիտես եթե Սուրբ Հոգին հնազանդությունը Փիլիպոսի կյանքի մեջ գադարյալ եւ ամփոխչական եղած չլար Սուրբ Հոգին իրեն չեր ընդրեր Եվ եթե նույնիսկ եթե այդպես լար եւ քար եւ իրենս էր բիդի թարնար եւ ասել վստահ ես տուն որ Սուրբ Հոգի ասվածս այս խոսքը ճշմարիտ է գտեսնես մարդիկ ինչպես Քրիստոսի գուքան Սուրբ Հոգի տուն Աստծո կորձին հետես թե Աստծո կորձին թեմես Տերևս ես լայ այդպես ասեի գսե ցկեց Պետրոսին եւ Հովհաննեսին ողջեր տվավ սավ ես անաբատ կերտամ գգարձեմ Պետրոսը սավ ինչ ուր կերտաս Սուրբ Հոգին ինձ հոնգանչեց դրամապանական է ոչ բայց ինչ է այն անդրամապանական որ դրամապանական եղավ երբ գնացոն սպասեց գնաց նայեցավ մարդասանք չի գա Դեր Սուրբ Հոգի վստահ ես մարդասանք չի գա միան փուշու դադասկա հողգա արև գրակ օդ Սուրբ Հոգի վստահ ես որ ես հոս պետք է ըլլամ սպասե մինչև որ գարքի եկա որում մեջ Եթովպիացի ներքինի մգար եւ պատմությունը գիտեք ելավ ավետարանը կարոզեց Հիսուսը կարոզեց մգրդվեցավ Եվ այդ Եթովպիացի ներքինին ետ վերադարձավ Գիտեք քրիստոնեական պատմությունը ինչ կսե որ այդ ներքինին կնաց եւ Եթովպիա ավետարանը կարոզեց եւ Եթովպիա քրիստոնյա եղավ այդ անցին շնորհիվ Ինչպես Փիլիպոս հնազանդ էր հնազանդեցավ
մտածեց ծրագրեց, որ հետևի իր դերոջը, իր առաջնորդին առանց ովևէ մեկ պայմանի։ Քուրս եւ եղբայրս երբ հոգիով գլեցվիս, եւ Սուրբ Հոգին կսկսի քեզ կործածել այն ծառայություններում մեջ, որ արդեն ես հավատարմորեն շարունակե, ոչ աչիտ նայիր, ոչ ցախիտ նայիր, ոչ քու առաջնորդիդ նայիր, ոչ քու ավակիդ նայիր, ոչ մեկուն նայիր, մեկ բանի նայիր, դերը գանչած է ինձ եւ ես հավատարմորեն իրենց իշխանության կործեմ այնպես ինչպես կուզե։ Երբ դերը կտեսնե քու հավատարմությունը, քեզ կգանչե, գսե եկուր քեզի հատուկ առաքելություն ունիմ։ Հնազանդությունը ամենեն կարևոր բանալին է, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Հալելույա, փառք իր Սուրբ անվանը։ Եվ երրորդ եւ վերջին մտածումը, որ գուզեմ ցեզ հետ կիսվել։ Առաջինը սի խնդրեցեք, երկրորդը հնազանդեցեք, երրորդը կորզնական երևույթ մը Աստվածաշունչի մեջ, մանավանդ կորզարակելոցի մեջ, Սուրբ Հոգին ստանալու։ Գիտեք ինչպես է։ Երբ երեսները ցեր կտնեն եւ գաղոթեն, գահանտիբինք Աստվածաշունչի մեջ զանազան օրինակներ։ Առաջին օրինակը, որ գուզեմ ցեզի ասել, առաջին օրինակը, երբ որ Բողոս Արաքյալ Քրիստոսի հանդիպեցավ եւ իր աչքերը գուրցավ եւ Աստված Սուրբ Հոգի միջոցով Անանիային երևցավ եւ ասավ քնա Բողոս անունով մեկը գա, որուն ես հանդիպեցա, քնա եւ անոր աղոթե։ Գիտեք երբ որ Անանիա գուքա Բողոս Արաքյալի գսե Սողոս գսե քեզի հանդիպող դերը ինձի գրգեց։ Գիտեք ոնց ինչ գսե։ Զիս գրգեց որբեսի քու վրա ցեք տնեմ աղոթեմ եւ Սուրբ Հոգին առնես։ Սուրբ Հոգին առնես։ Նաև գահանտիբինք սիրելներ կորզարակելոց 9-րդ գլխուն 17-րդ համարի մեջ 9-րդ գլխուն 17-րդ համարի մեջ հալելույա չէ 19-րդ գլխուն 6-րդ համարի մեջ ներողություն 19-րդ գլխուն 6-րդ համարի մեջ Գսե Բողոս երբ անոնց վրա ցեք դրավ Սուրբ Հոգին անոնց վրա եկավ եւ լեզուներ գխոսեին ու գմարգարեանային Երբ Բողոս Արաքյալ ցեք դրավ եւ անոնք ցերկը անոնց վրա հանգչեցավ անոնք գսե Սուրբ Հոգիով լեցվեցան եւ այդ Սուրբ Հոգին լեցվելուն որբես արդյունք ոմանք մարգարեացան ոմանք լեզուներով խոսեցան Հիմա շատ մի եկեղեցիներ դարբեր գերբով կմեկնեն դարբեր գերբով պրակտիս կնեն այս խոսքերը եւ շատ մի եկեղեցիներ կան որ ցեք կտնեն եւ գաղոթեն բարգեւներուն համար լեզուներու բարգեւի համար Ես ինչ որ սերդեր եմ կորզարակելոցը ձայր Եվ նամակները չկա դերմը որ գսե ցերկը տիր եւ լեզուներու համար աղոթե որ լեզուները ստանան բայց գա Եվ գահաստած է Աստծո խոսքը, որ երբ մենք ցեք կտնենք ցեր վրա եւ գաղոթենք եւ Սուրբ Հոգին ներգայությունը Սուրբ Հոգին լեցունությունը կհայտարարենք, այդ ընթացքին կարելի է լեզուներ առնես։ Ամեն։ Ինչու համար կսեմ ցեզի, որտեւ լեզուներու դվչությունը մարդու դվչություն չէ, որ ես ցերկս վրա տնեմ եւ ասեմ առ լեզուները։ Սա մարդու դվչություն չէ։ Երբ որ կգարտանք Գորընթացիս 12-րդ գլուխը բարգևները երբ գիշե որոնց մեջ լեզուները կա, մարգարեությունը կա, իմաստության խոսքը կա, գիտության խոսքը կա, բժշկությունը կա, հրաշները կան, գսե Սուրբ Հոգին որու որ գուզե գուդա ինքն է գամեցողը եւ ինքն է դվողը ով եմ ես որ կամ եւ Սուրբ Հոգին կորձը սեփականացնեմ Իմ եւ քու բարդականությունն է, որ ցեք տնենք որպես երեսներ եւ հայտարարենք, որ Սուրբ Հոգին լեցունությունը եւ անոր գրագը եւ անոր օծությունը վրատ կա։ Եվ երբ հայտիկա գնենք, ագնգալ է Սուրբ Հոգին քու մեջդ կորձե, ագնգալ է որ անիկա քեզի դա այնինչ որ իր գամքին մեջն է։ Եթե փափակ ունիս Եթե նախանցախնդիր ես բարգևներուն, գիտեք Բողոս Արաքյալ գսե նախանցախնդիր եղեք բարգևներուն,
Եթե նախանցախնդիր ես, քու մեջդ կա նախանցախնդրություն, փափակ, որ բարգևները առնես, եթե լեզուներու բարգևը գուզես, որտեղ անի անցին շինության համար շատ լավ գերբ մնե, խնդրեիր մե, երբ որ գեցեր ես և երեսը կխնդրես և պարկը ներգայությունը կխնդրես, գիտես, ադիք Սուրբ Հոգին գնայք ու սրդիդ մեջ գտնվող փափակը և քեզ գուտա։ Ես չեմ գնար դալ ցեսի։ Չեմ մտածեր ալ փորձ անել։ Իմ կորձս չէ։ Սուրբ Հոգին կորձն է։ Ամեն։ Հալելույա, փառք իրեն։ Ուրեմն այսօր մենք պետք ունենք Սուրբ Հոգին։ Ովքեր կսեն, որ ես այսօր պետք ունիմ Սուրբ Հոգին, հալելույա։ Ամեն։ Ամեն, փառք իրեն։ Առաջին բանը խնդրե։ Երկրորդ բանը որոշե հնազանդիլ հիշե հունարեն բնակրին համաձայն մտածես, ծրագրես և հետևիս։ Գիտեք ինչու համար գսեմ, շատ անգամ մեր հնազանդությունը մեր զգացումներեն մղված կլա։ Ինչս էլ գուզեմ։ Այսօր գուքաս Աստծո խոսքը գլսես, այսօր լսեցիր, հա։ Այս հոգևոր մթնոլորտի մեջ զգացումները չարժեցան։ Եվ ասի որ վերջացավ, ես պիտի հնազանդիմ։ Եթե այս է քու հնազանդությանդ որոշումը ասերեն դուրս ելնելուց պես ամեն ինչ վար գցկվի։ Մտածես, ծրագրես։ Աս երկուադը մտածես, ծրագրես, որ հնազանդիմ։ Անոր մեջ ինչ կուքա, քու դունդ, քու ընտանիքդ, քու աշխատանքդ, կորձդ, քու եկեղեցիդ, քու դբրոցդ, համալսարանդ, ուր որ ես ամեն բանի մեջ ծրագրեր ես և մտածեր ես հետևելու Հիսուսին։ Անոնց մե պիտի կա շատ մը խոսքեր և շատ մը գաղափարներ, որոնք պիտի չի հարմարին Քրիստոսի հետևելուց։ Եվ երրորդ երեսները պիտի ցեք տնեն և աղոթեն։ Մենք հիմա մեր պաշտամունքին վերջավորության անշուշտ և լայվ ստրիմը կգանքնի, ես պիտի գանչեմ մեր սարգավակները։ Այո, սարգավակները թերևս ասես որ երեց չեն, բայց գիսա երեցներ են, որոնք թեպի երեց ըլլալու գերտան։ Եվ ես իրենց հետ կխոսիմ, իրենց հետ ժամանակ կանցնեմ, գաղութեմ իրենց վրա իմ որպես անարժան ապա հովիմ իմ հովանիից տակ անոնք որպես երեսներ ցերկ պիտի տնեն և հայդարարեն ցեր վրա Սուրբ Հոգին լեցունությունը։ Ամեն։ Հավատքով եկուր։ Ոչ թե անցին նայելով, հաբա վեր նայելով։ Սուրբ Հոգին նայե, ով դեր կխնդրեմ և կորոշեմ հնազանդելու։ Այս պահուն նայեր կստանաս լեցունությունը, երբ որ կխնդրես, բայց կուզես շարունակվի քու կյանքիդ մեջ այդ լեցունությունը, հնազանդությունը բանալին է։ Ամեն։ Այսօր պամարինք դեր օրհնեցեզի և բոլոր անոնք, որոնք մեզի կհետևին, շնորհքը ձեր բոլորին հետ։